Բարի օր սիրելի երեստաթիթող, այսօր վերջապես պատրաստելու եմ ձեր սպասած, շատ երկար սպասած պաղաթյատոմսը, որը հայկական մանթին է։ Այո, շաղեկի ձևով հայկական մանթին, որը ես միշտ պատրաստում եմ, ցույց եմ տալիս մեր ռեստորանում։ Ինքը բեսթսելեր է, որովհետև մենք ներկայացնում ենք ոչ միայն համովություն, այլև պատմություն, այլև ժառանգություն եւ շատ հպարտ եմ, որ այդ պաղաթյատոմսը ես ունեմ ու ձեր հետ եմ կիսվելու։ Իսկ այսօր մեր համար պետքա խմորը պատրաստել եւ միսի խառնուրդը պատրաստել եւ հետո ցերկով ցերակորձի պես անուշիկ մանթիներ։ Այսօրվա պաղաթյատոմսի համար մեզ պետք է կես կիլո աղացած դավարի միս, 4-ից 5 բջեղ սխտոր, կես հատ սոխ եւ մի քիչ մաղդանոց զարդարելու համար, 250 գրամ ալյուր, մի հատ հավգիտ, մի բաժակ մսի արքանակ, 1 բաժակ մածուն, 120 մլ ջուր խմորի համար։ Համեմունքներից օգտագործելու ենք անանուխ, քիմիոն, սումախ, կարմիր բղբեղ եւ ցիտապուտրի ցետ եւ իհարկե աղ եւ սև բղբեղ։ Սոխի համար կարող ենք մանրացնել, այսինքն այսպես մի քանի շերտեր անել, որ շատ մանր կտրատենք, ինչքան մանր այնքան լավ իրականում, այսպես շատ մանր անում ենք ու հետո միսի վրա ենք դնելու։ Կարող եք ոչ կարմիր սոխ օգտագործել, այսինքն էդի կարևոր չէ, կարմիր կամ սպիտակ սոխ։ Այսքան արդեն լավ է, այսպես չունեմ։ Այսպիսի ամանի մեջ ավելացնելու եմ միսը։ Լավ աղացած պետք է լինի եւ մի թեթև յուղայնությամբ, այսինքն 15%-ը լավ է։ Ավելացնելու եմ մարրված սոխը։ Սխտորը կարող ենք ցերկով ջզմել կամ կարող ենք ինչ-որ ջզմիչով, բայց ես կարամ մի քիչ իրեն ջզմեմ, որպեսզի իր համեմունքը ստանամ ու շատ մանր կտրատեմ ու ավելացնեմ միսի վրա։ Մեզ պետք է իր համը լավ կա։ Իսկ ստեղից ես մի քանի հատ բահելու եմ հետո մազունի սոսի համար, մնացածը միսին մեջ եմ ավելացնելու։ Ավելացնում եմ սխտորը։ Ավելացնում եմ սև բղբեղ, քիչիկ կարմիր բղբեղ, լավ մխառնում ենք համեմունքները, որպեսզի տարածվեն ու արդեն մեր միջուկը պատրաստ է, տեսաք ինչքան հեշտ է միջուկը, սոխ սխտոր համեմունքներ, միս ու արդեն անցնում ենք խմորին, մի կողմ եմ ընդունում ու անցնում ենք խմորը պատրաստելու։ Դե ինձ սիրելիներս մի հատ ստեղ մաքրենք, որովհետև խմորը ստեղ եմ բացելու ու արդեն սկսենք։ Դե ինչ, ալյուրից ենք սկսում, լավ լուրեր ունենք, որ Մարանիկը այսուհետ ունի ալյուրի տեսակներ, ոչ թե միայն ալյուր, ունի ցորենի ալյուր, բրինցի ալյուր, հաճարի ալյուր, հնդկացավարի ալյուր եւ նույնիսկ եգիպտացորենի ալյուր։ Եվ մի հատ էլ շատ հետաքրքիր ալյուրի տեսակ ունի, որը խառնուրդ է եւ մեջը գալիքը սերմեր։ Մի խոսքով ձեզ լավ նորությամբ ենք եկել, կարող եք այսուհետ Մարանիկի ալյուրները վերցնել ու ձեր համով պաղաթյատոմսերը պատրաստել։ Իմ համար էլ առաջի անգամ իրականում, շատ ուրախ եմ եւ միաժամանակ հպարտ եմ եւ այսուհետ մենք միայն Մարանիկի ալյուրն ենք օգտագործելու։ Հիմա մեզ այստեղ պետքա 2 բաժակ ալյուր, որովհետեւ մոտավոր 250 գրամի պես պետքա, այս մեկ այս երկու։ Մի հատ փոսիկ ենք անում մեջտեղում։ Ջուր ենք ավելացնելու, դե իհարկե արարատի ջուրը, մի քիչ ջուր, ավելացնում եմ հավգիթը, կարանք սկսենք
Մի կողքից վերցնում ենք ալյուր, մի կողքից արդեն խառնում ենք ու վերջում ավելացնում ենք հավգիթը, ամբողջական ու խառնում ենք։ Այստեղ պետք է ավելացնել աղը ու արդեն շարունակում ենք։ Մի քիչ ջուր ավելացրել ենք, ըստ պետքի կարող ենք շարունակել, բայց կարանք այսպես իմանալ ինչքանով ջուր հələ պետք ունենք։ Ես երևի ցերնոց տնեմ ու շարունակեմ։ Շարունակում ենք մեր խմորը հունցել, ջուրը ավելացում ենք ըստ պետքի, մինչև որ զգանք, որ ինքը արդեն պետք չունի, արդեն մեր խմորը պատրաստ է ու կարող ենք բացել։ Իրականում շատ բարակ պետք է բացել, եթե ունեք ինչ-որ դունը բարակացնող ինչ-որ խմոր բացող սարք, լավ է, բայց եթե չէ, պետք է ցերկով լավ բացենք։ Լավ բարակ բացում ենք։ Այսպես։ Հիմա այսօր մանթին ուտենք համով, իսկ հետո երևի այս քաղցրներից մի հատը ուզում եմ բացել։ Այսօր ուզում եմ այդ գետնանուշները համով շաքարով բացել, նայեմ ոնց է Smiley Sweet-ի գետնանուշները, քաղցր գետնանուշները։ Մինչ խմորը բացել ես, ուզում եմ հիշեցնել, որ մենք այս բոլոր մթերքները վերցրել ենք 8 սուպերմարկետից, որտեղ դուք էլ կարող եք վերցնել ամեն ինչ, նամանավանդ եթե մասնակցելու եք խաղարկության, որովհետև եթե խաղարկության մասնակցեք, կշահեք բնակարան։ Իսկ ոնց եք մասնակցելու խաղարկության, նշված տեսականից, այսինքն Բայ Նալբանդյանից եթե վերցնեք ապրանքներ եւ 5000 գերազանցի, մեկ էլ արդեն ծեր բոնուսային քարտը օգտագործեք, դուք արդեն մուտք եք գործում խաղարկության, իսկ խաղարկության մասնակցելուց կարող է շահեք բնակարան։ Ինչ հետաքրքիր խաղարկություն է իրականում։ Մի հատ էլ հետաքրքիր բան ունեն, որ շաբաթը 20 հոգի են ընտրում ու այդ 20 հոգին, ովքեր որ քնում են արել 8-ից, cashback են անում։ Ամբողջական գումարը cashback են անում, այսինքն եթե այդ շաբաթը քնումը արել եք 8-ից, զանգում են ասում են, դուք այսքան գումար եք ծախսել 8-ից, եկեք վերցրեք ձեր գումարը ամբողջական։ Տենց բաներ, տեսակ, մենք ոչ թե միան ձեզ ասում ենք ինչ վերցնեք, մի հատ էլ շահավետ քնումներ ենք անում։ Մանթին պետք է որ շատ մանր անեք, բայց եթե օրինակ առաջի անգամ դիտե եւ հələ որ պետքա սովորեք ցևը, կարող եք ինչ որ մեծ անել, միջև ցերկերնի դառնա, այսինքն պայման չէ։ Ինքը օրինակ մեր մոտ շատ փոքր ենք անում ու մարդիկ մտածում են մենք կորզիկով ենք արել կամ ոչ ցերքի կորձա, բայց իրականում ցերքի կորձա։ Այսպես կտրում ենք։ Հիմա արդեն միսը կփերենք ու քնտիկ կանենք ու կավելացնենք։ Տեսակ ինչքան հեշտ է։ Ահա։ Օպա, այսօր բոլորդ մանթի գնեք ճաշը։ Այսպես կարապուսիներ ենք վերածելու։ Տեսակ ինչքան հեշտ է։ Կարանք սած կարապուսիներով շարել կովկովի։ Դե ինձ սիրելիներս, այսպես բզդիկ կլորիկներ ենք անում միսը։ Այսինքն մոտավոր էսքան։ Ու ավելացնում ենք մեր խմորի վրա։ Տնելուց հետո ամենը շարում ենք ու հետո արդեն կպատենք, բայց մոտավոր որ տեսնեք ինչքան ենք տնելու, այսինքն բզդիկ կլորիկ։ Ճիշտ այսպես։ Սոխը սխտորը կարևոր է միսի մեջ, չենք մոռանում, համեմունքները կարևոր են, սև բողբեղը շատ կարևոր է, աղը շատ կարևոր է։ Եվ իհարկե ձեր սերը, որը թնում եք այս ճաշի պատրաստման։ Իմ համար էսի ոչ թե միան հիմա փաղաթերթոմս եմ ես կիսվում, այլ կիսվում եմ ինչ-որ իմ համար հիշողություններ ու շատ տանգակին փաղաթերթոմս։ Ստեղ վերցնում ենք խմորը, այսպես երկու կողմից ճզմում եք ու արդեն ստանում եք։ Մի փոքր միս, մի փոքր խմոր, տեսակ ինչքան հեշտ է։ Եվ շարունակում ենք։
մի քիչ մեջտեղից ճզմում եք ու կողքերից իրար ամուսնացում եք։ Դե ինչ, մեր ափսեների մեջ արդեն քրեթե շարել ենք, մի քանի հատ է մնացել։ Ավելացնում եմ ու արդեն դեպի չերոց։ Դե ինչ, հիմա ուղարկենք չերոց եւ պատրաստենք մածունը։ Իհարկե, եփում ենք 180 աստիճանի, մոտավոր 20-ից 25 րոպե, մինչև որ տեսնենք, որ մանթիները լավ կարմրել են։ Իսկ մինչ այդ մենք արդեն տաքացում ենք ու պատրաստում ենք մեր արգանագը, քանի որ ինքը այս մսի ջուրը պատրաստ է, մենք արավոտն ենք եփել, ուղղակի տաքացնում ենք։ Իսկ մածունի վրա պետք է ավելացնել սխտոր։ Իսկ մինչ այդ ես ուզում եմ այստեղ լավ մաքրեմ էբիսիով եւ հետ վարադառնանք ու շարունակենք։ Իսկ հիմա ինչ ենք անում։ Այստեղ ունենք մածունը եւ այստեղ ունենք սխտորը։ Մածունի վրա միան աղ եւ սխտոր եմ ավելացնելու ու արդեն ինքը պատրաստ կլինի։ Բայց մեկ-մեկ եթե ուզում ենք մածունի սոսը դակ լինի, կարող ենք ավելացնել մի հատ հավգիտ ու լավ խփել ու մի հատ տաքացնում ենք ու վերջ, այսինքն չենք թողում որ երա։ Կամ եթե ավելի փարակ եք ուզում լինի մածունը, մի քիչ ջուր եք ավելացում հավգիտից հետո։ Բայց ես ուզում եմ ավելի սենց բարձ թողեմ եւ մածունի վրա միան սխտոր թունեմ ու մի կողմ տնեմ, արդեն ինքը պատրաստ կլինի։ Սխտորները ճզմում եմ։ Ավելացնում եմ աղ։ Իսկ հիմա ոնց խոստացել էի։ Տա-տա-տա-տան։ Վաու։ Այս գետնանուշի քաղցրը, որ պատրաստում ենք, շատ կարևոր է, որ գետնանուշը լինի դառն եւ շաքարին բալանսը լավ լինի։ Այստեղ կարողացել եմ բռնացնել այդ բալանսը։ Շատ համով է։ Ավելացնում եմ քիմիոն։ Իրականում այս համեմունքը ես եմ որդեգրել, որովհետեւ ուզեցել եմ մանթին դենց ունենա մի հատ blended կամ իրար ամբողջացնող mix համեմունք, քիմոն ավելացրեցի, սումախ ավելացրեցի եւ անանուխ եւ վերջում բողբեղ։ Դե իհարկե բոլոր համեմունքները մանանեգից, քանի որ ուզում ենք մեր պատրաստած որակը շարունակվի լավ որակով։ Սենց որ խառնում ենք, արդեն տեսնում եք ինքը ինչ տեսակի համեմունք է դառնում։ Գույնավոր եւ արդեն պատկերացնում եք համերը։ Դե ինչ, գնանք մեր մանթիները արդեն պատրաստ է, բերենք։ Այո, ես անհամբեր եմ, դուք եք անհամբեր, գիտեմ։ Վաու, 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 հելը մի հատ նայեք։ Մի հատ նայեք։ Մսի արգանակ։ Մածուն։ Ես քիչ եմ տնելու, որպեսզի դուք տեսնեք տեսքը, իսկ հետո մածունը կավելացնենք։ Համեմունքը։ Եվ ամենեկուն մի հատ անուշիկ մաղդանոս։ Ճիշտ այսպես։ Եվ այսօրվա մեր հայկական մանթին պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք, վայելեք, տարածեք եւ կիսվեք։ Դե ինչ,
սիրելիներս, ահա եւ պատրաստ է մեր ուտելիքը եւ ես անհամբերեմ վայելեմ, չնայած ես շատ եմ ուտում, շաբաթը մի անգամ մինիմում ուտում եմ մանթի եւ պատրաստում եմ, բայց ես եթե ամեն օր ուտում եմ, ամեն ժում ուտեմ, չեմ հոգնի։ Գնացինք։ Սկզբում մի քիչ խմորից ենք ուզում վերցնել եւ վայելել, հետո մածունով ուտենք։ Հիմա ուզում եմ մածունով։ Wow. Yep, like. Ես չգիտեմ, եթե գա մարդ աշխարհում, որ մանթին ծանոթ չէ մանթին հետ, թող ծանոթանա, իսկ եթե գա մարդ, որ գիտե մանթին, անպայման թող պատրաստե, որովհետև այսպիսի համովություն բաց թողել ուղղակի, չգիտեմ ինչ է, հանցագործություն երևի։ Խենթանալիք համով բաղադրատոմս, բաց մի թողնեք, անպայման պատրաստեք։ Իսկ եթե սիրտ չունիք պատրաստելու, կարող եք քարշաղիկ վայելել։ Իսկ մենք վաղ կհանդիպենք նույն ժամին 9:00 եւ 17:00 Կետրոն TV եթերով։ Համի կախնիկը միշտ ծերեդ է, մենք էլ ձեզ սպասում ենք Facebook եւ Instagram եւ YouTube։ Ցտեսություն։